Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, Հայաստանը այսպես հայտարարել է արդեն տարիներ, մի քանի տարի է սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ըստ էության հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում։ Մենք կհետևենք զարգացումներին, ինչպես դուք նշեցիք հարցում, կընդունենք ի գիտություն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կողմից կայացված որոշման հետ կապված, ես չեմ կարծում, որ այստեղ մենք որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, գիտեք որոնք են եղել խնդիրները, որի բերումով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը և այդ խնդիրները ըստ էության չեն լուծվել մինչև օրս, մենք չենք տեսել որևէ նույնիսկ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը նույնիսկ կդատապարտեր 2022-2023 թվականներին տեղի ունեցած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Պարոն Անդրանյան, այն առումով կա է Հայաստանի մոտ Երևանի մոտ մնացել է ակնկալիք, որ ամեն դեպքում հնարավոր է այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում ամեն դեպքում ինչ-որ մի փուլում լինի, թե այլևս որևէ ակնկալիք չկա և նաև դրանով է պայմանավորված Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ որևէ հեռանկար այսպես չպատկերացնելը և ըստ էության եթե այս քայլին գնան, այսինքն Հայաստանի զրկեն ձայնի իրավունքից, այնտեղ ընթացակարգով նաև կարող են հեռացնել անդամներից մեկին կառույցից, այս հեռանկարը ևս անհանգստացնող չի Հայաստանի համար։ Կարծում եմ այդ այնքան տևական ժամանակ է անցել, որ այդ ակնկալիքը նաև շատ ժամանակավրեպ կարող է լինել, որովհետև գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև մասնավորապես խաղաղություն է հաստատվել և մենք բոլորովին այլ հանգամանքներում ենք հիմա խոսում մեր Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի մասին, սահմանազատման գործընթացն է իր ողջ ծավալով ընթացքի մեջ և եթե նույնիսկ որևէ տեսակի հայտարարություն լինի ՀԱՊԿ-ի կողմից կամ որոշում, ես կարծում եմ, որ դա կլինի ժամանակավրեպ։ Իսկ եթե Հայաստանին հեռացնեն։ Դա ևս իրավիճակ է, որի պետք է քննարկենք, հասկանանք և հաշվի առնենք մեր հետագա հարաբերություններում ՀԱՊԿ-ի կազմակերպության հետ և կազմակերպության անդամ երկրների հետ։